Ողջույն ընկերներ, շարունակենք լուփերի վերաբերյալ մեր խնդիրների դիտարկումը։ Այսօրվա խնդիրը հետևյալն է՝ գրել ծրագիր, որ էկրանին տպվում է տրված ոչ բացասական ամբողջ թվի թվանշանների գումարը։ Մենք արդեն միասին դիտարկել ենք թվանշանները հակառակ կարգով արտածում, թվանշանների քանակի արտածում։ Հիմա պետք է արդեն արտածենք իրենց գումարը։ Շատ լավ, եկեք հայտարարենք փոփոխական number-ը, որը կլինի այն թիվը, որի գումարը ուզում ենք հաշվենք, եւ որը պետք է ներմուծվի ծրագրի աշխատանքի ընթացքում։ Այսպես, number հավասար է int input։ Արժեքը ոչ մեծ ծրագրի աշխատանքի ընթացքում պետք է հաշվենք իր թվանշանների գումարը։ Այդ հաշվելու գործողությունը արդեն մենք մի անգամ դիտարկել ենք, պետք է ինչ-որտեղ պահպանենք արդյունքը։ Դրա համար եկեք գրենք total-ը հավասար է 0։ Իր մեջ կպահենք իր թվանշանների գումարը։ Կգրենք while, քանի դեռ եկեք գրենք true, պայմանին հեսա կանդրադառնանք, ուրեմն ինչ ենք անում։ Number-ի վերջի թվանշանը գումարում ենք total-ի մեր նախկին արժեքին եւ նա վերջի թվանշանը ջնջում ենք։ Այսինքն total-ը հավասար է total փոփոխականի նախկին արժեք գումարած։ Եկեք փակագծերի մեջ գրեմ ու կարող ենք փակագծեր գրենք, բայց լավ, sense գումարենք number տոկոս 10, այսինքն վերջի թվանշան, այդ վերջի թվանշանը հաշվեցինք, վերագրեցինք total նախկին արժեքին եւ այդ վերջի թվանշանը ջնջում ենք հետեւյալ կերպ, number-ը հավասար է number ամբողջ մասով բաժանած 10-ի։ Սա որքան պետք է կատարվի, քանի դեռ այո, number-ը 0 է։ Մենք նման խնդիրներ արդեն միասին դիտարկել ենք, այստեղ true-ին փոխենք, գրենք, քանի դեռ number-ը 0 է։ Եվ վերջում արդեն ծրագրից դուրս, loop-ից դուրս print ենք անում մեր total-ը, որի մեջ գրված է մեր թվի թվանշանների գումարը։ Ոնց է սա աշխատում։ Եռանիշ թվի համար 123 է, ընդհանրենք։ Total-ը 0 է։ While 123 true։ Total հավասար է total նախկին արժեքը 0, գումարած number տոկոս 10-ը 3, այսինքն total հավասար է 3։ Number հավասար է number ամբողջ մասով, այստեղ ամբողջ մասով բաժանած։ Ամբողջ մասով բաժանած 10, այսինքն ստացանք number-ը հավասար է 12, while 12 true։ Total հավասար է total նախկին արժեքը, որը 3 է, գումարած 12 տոկոս 10-ը 2 է, 3 գումարած 2-ը 5, number-ը հավասար է number ամբողջ մասով բաժանած 10, այսինքն number-ը հավասար է 1, while 1-ը true է։ Total հավասար է նախկին արժեքը 5, 5 գումարած 1 տոկոս 10-ը 1, այսինքն 6, total-ը դարձավ այստեղ 6, number-ը հավասար է 1 ամբողջ մասով բաժանած 10-ի, որը 0 է, while 0 false, դուրս է գա այստեղ total-ի արժեքը դա ինչպես արդեն իմացանք ծրագրից հավասար է 6 եւ տպելու է 6։ Եկեք աշխատացնեմ, ներմուծում ենք 123, տպեց 6։ Եկեք ուրիշ թիվ ներմուծենք, 1 2 3 6 5 4։ Այս թիվն ենք ներմուծում, տպեց 21, թվանշանների գումարը այո 21 է։ Այստեղ կտա 15, այստեղ 6, 6 գումարած 15, 21։ Վերջ ընկերներ, այսօր այս խնդրի համար այսքանը, ու մեր դիտարկած խնդիրների հիման վրա այս խնդիրը արդեն բավականին հեշտ է թվում։ Եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Լավ մնացեք, կհանդիպենք։